Ինչպես եք վերաբերվում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առևտրին։ Պետք է լինի ոչ թանկացում, ոչ բանել։ Որ կանան համ թոշակառու մարդկանց ապրել լինի, աշխատավարձի չափն լինի։ Ես հիմա բարձ ասեմ, ես հաշվանդամ մարդ եմ, ես բուժումներ եմ անում այդ հետևանքի համար։ Գիտեք ինչ, ես Ադրբեջանին չեմ հավատում, դրա համար կողմել չեմ կարող լինել։ Ինձ թվում է, որ լավ չի էլի, որ մենք կախվածության մեջ ընկնենք։ Միանում եմ ընկերուհուս ասացին, միանում ես չեմ հավատում Ադրբեջանին, այնպես որ չեմ հավատում այդ առևտուրը, չէ։ Ես սիրում եմ, որ Հայաստանը լավ կայուն լինի ամեն ինչի համար։ Միշտ ստե Հայաստանում ինչ որ կատարվում է, Հայաստանում բաց լինի, ոչ թե փակ լինի։ Շատ մարդիկ չգիտեն ինչա կատարվում եւ ոնց է կատարվում։ Ես առաջին ես պատերազմի 44 միա մասնակից եմ եղել, իմ ընկերների հետ զոհվել են։ Շատ եմ ափսոսում, բայց պետք է հասկանալ ժողովրդին իրավիճակը։ Պետք չէ մեզ կռել։ Մեզ պետք է հանգիստ խաղաղություն ապրենք։ Ինձ թվում է, որ դա կախվածության մեջ կպահի Հայաստանին։ Ես կուզենայի, որ մենք համ Ռուսաստանից անկախ լինենք, համ Ադրբեջանից, Թուրքիայից անկախ լինենք։ Ես ավելի շատ Եվրամիության եւ ասենք Ամերիկայի կողմնակիցն եմ։ Ես գտնում եմ, որ պետք չի ոչ Թուրքիա, ոչ Ռուսաստան։ Շատ վատ, շատ։ Գնում ենք դեպի կործանման։ Ընդհանրապես ինչքան շուտ սա ռադլնի գնա, այնքան մեր գործը լավ կլինի։ Շատ վատ։ Ընդհանրապես ամեն ինչը վատ, ամեն ինչ թանկացել է։ Ինչ է կատարվում, ինչ է նշանակում տունը տուր վարձով, գնա վարձով ապրի, որ կարողանաս ապրել։ Ասում են ընդհանուր առմամբ շատ վատ։ Մեր պապերն ասում էին, որ ընկերությունն արա, բայց փետը ձեռքիցը մի գցի։ Շատ վատ են վերաբերում։ Անընդունելի է ինձ համար։ Շատ նորմալ։ Դրական։ Դա բնական երևույթ է, պետք է լինի առևտուր։ Դրական է։ Ողջունում եմ, որ շարունակաբար լինի, առավել ևս Հայաստանից էլ ներմուծվի այնտեղ։ Հենա ինչ էր եկել, լրիվ թունավոր եսիմ ինչեր էր եկել, լրիվ դեմ եմ, լրիվ։ Շատ վատ, որովհետեւ դա նախ առաջինը մենք սկսում ենք ֆինանսավորել Ադրբեջանի բանակը, երկրորդը ինչ որ չափով շավելի հեռու ապագայում կարող կախվածության մեջ ընկնենք իրանցից։ Մեծ որ շատ վատ։ Մանավանդ իրենց, ասենք իրենց հարստացնող հիմնական ճյուղի մեջ էլ ավելի, ասենք մեր ներդրումը դա բացառվում է։ Դա դրական երևույթ է, հանրապետությունը հզորանում է, տարաձայնություններին էլ թող չխապնվեն։ Ամեն ինչ նորմալ է ընթանում։ Փոխադարձ առևտուրը սկսելու է, շարունակվելու է եւ դրական կլինի հանրապետության եւ ժողովրդի եւ պետական բյուջեի համար։ Այս Ադրբեջանի դեմ միշտ բացասական են վերաբերվում։ Ու արդեն պատկերացնում ենք, որ ֆիրման է դա վաճառելու եւ միանշանակ ոչ։ Նախկինում ուրիշ է եղել։ Իրանք իրանց դեմքը լրիվ ցույց տվեցին, դրանից հետո ասում են չէ, եկեք մենք որպես պուճուր խելոք մարդ նրանց ենթարկենք։ То есть հայը տեղերով ադրբեջանցու հետ փոխվեց։ Իրանք հիմա դուխով հզոր երկիր են, մենք չեմ էլ ուզում ասեմ ինչ են։ Շատ վատ։ Լավ են վերաբերվում, որովհետև ամեն ինչ ավելի լավ կլինի։ Մենք ավելի բենզինը էժան, ես էլ եմ մեքենա վարում, գիտեմ, ավելի մատչելի կգնեմ։ Ինչքան կարանք թշնամանք տանենք։ Շատ վատ, ոնց կարանք լավ վերաբերվենք։ Թշնամու ոնց կարանք լավ վերաբերվենք, բացառվում է դա։ Էլ բան կա, եթե մեկը պետքա մոռանա մեր տղեկի արունը, ոնց լավ վերաբերվենք։ Ես դեմ եմ, կտրականապես, թուրքական եւ բոլոր ադրբեջանական ապրանքներին դեմ եմ։ Վերջը Աստված կորոշի, որ նա ճիշտ է։ Ուրիշ բան չեմ կարող ասել, որովհետև թողում է այդ մեր խելոք ազգի վրա, պարզվում է այդքան խելոք ազգ չենք։